Այնպես չի, որ խոսքը վերաբերում է միայն երիտասարդներին, որոնք կարողանանք տեղափոխենք գյուղական բնակավայրեր, որոնք ոչ թե բարդույթավորվեր, որ իրանք տեղափոխվել են գյուղ, մանավանդ շատ-շատերը եթե նույնիսկ գյուղ էլ գնում են մի հատ տուն են կառուցում, պատերը բարձրացնում, ոչ մեկ էլ չփվեն։ Նրանք չեն ինտեգրվում գյուղին։ Այլ մենք պարզապես նաև մտածում ենք հետեւյալը, իսկ ինչա տարիքով մեծ մեր հայրենակիցների համար այդ նույնը մենք անել չենք կարող։ Շատ դեպքերում այսօր ինչ են ասում, ասում է մարդը որ անցել է թոշակի, եթե վատը ապրում, մեղավորը ինքն է, թող գնա աշխատի ապրի։ Դա անբարոյականություն է։ Հայաստանը սոցիալական պետություն է, սահմանադրությամբ ամրագրված։ Այսինքն պարտավոր չի ապրի որպեսի հաց ուտի կամ կոմունալ վճարի, այլ մենք պետք է որպես պետություն բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որպեսի տարեց մարդը մեր երկրում ինքը օգտակար զգա իրան։ Այսինքն հայ մարդը ինչ տարիքի ուզում լինի, նա ցանկանում է օգտակար լինի իր ընտանիքին ու իր պետությանը։ Եթե նրան ասես, որ քո կյանքը ավարտվել է, դու ամեն ինչ արել ես, նույնիսկ եթե ինքը ինչ ունեցել է, կտակել է իր երեխաներին կամ ժառանգություն է թողել իր երեխաներին, միևնույն է հոգեբանորեն ուզում է բան անի մինչև կյանքի վերջ։ Այ մենք պետք է մտածենք ոնց անենք, որ այդ մարդը հանկարծ համարի, որ իր կյանքն ավարտվել է եւ պատրաստվի մահվան։ Նա ամեն օր մտածի, որ ինքը անելիք ունի, ինքը պիտանի է, բայց ոչ թե նրա համար, որ դա պետք է անի, որ հաց ուտի, եթե ճանի չի ուտի։ Պետության մոտեցումը պետք է լինի մթնոլորտը փոխելը։ Եվ այդ պարագայում տեսեք ինչ է, գյուղական բնակավայրում ենթադրենք գնաց նույն հիպոթեկով տուն վերցրեց։ Տնա մերձա, հանգիստ կարող է ինքը մշակել, փոքր կարող է տնտեսություն լինի, մեկը կարող է լինի ենթադրենք փոքր ջերմոցային տնտեսություններ կան, նման ծրագրեր կար նաև գրանտային Եվրոպան էլ նաև ֆինանսավորում էր, նաև անում էին։ Իրանք ասենք բանջարեղենը սիրում տանում էին, հավաքում էին, տանում էին, հանձնում էին։ Մեկը ասենք շինշիլա կանի, մեկը ճագար կպահի, մեկը չգիտես ինչ կանի։ Այդ փոքր տարածքը լրիվ բավարար է։ Բացի դրանից նա մտածում է մի բան պատրաստեմ, պահածու պատրաստեմ, թորներս կգան քաղաքից, երեխաները կգան, կասենք ինչ եք գնում այդ խանութի եսի մետ ինչ անորակ բան առնում եք, ձեզ մաքուր սնունդը տամ, ձեզ մեր ձեռքով պատրաստած, ինքը իրան լավ ազգում, շաբաթ կիրակի գնում են պապիկ տատիկին տեսնելու, իրանց հետ նաև գնում են ծնողները եւ լավ գիտեն, մի 20 տարի հետո դա իրանց կյանքն ալնելու։ Երեխաներին պետք է տանեն տեսնեն ինչպես, որից հետո հաջորդը իրանց ժամանակն է գալու։ Վերաբերմունքը դա նաև դաստիարակություն է անձնական օրինակով։ Եվ դուք տեսեք, խնդիրը ինչն է, որ այս պարագայում էլ խնդիր չկա, որ մարդը տուժում է, հիպոթեկը տա ասի թոշակառուն ինչպես է փակելու։ Գրավես դնում հենց այդ տունը։ Մարդը եկավ այդտեղ ապրեց եւ ներգրավվեց որոշակի խնդիրների մեջ։ Այնքան այդպիսի ծրագրեր կան, որի մեջ կարելի է այդ մարդկանց ներգրավել։ Եվ բացի դրանից ուշադրություն դարձնենք։ Այսօր եկել ամի սերունդ, որոնք շատ քչերն են ցանկանում մեծերի հետ մի ընտանիքում ապրել։ Ու դրա մեջ վատ բան չկա, դա ընտրության հարց է։ Մեկը որոշում է գերդաստանային սկզբունքով ապրել, մեկը որոշում է առանձին ապրել։ Պետք չի քննադատաբար մոտենալ, պետք է պարզապես մտածել, իսկ այդ դեպքում ինչ են կանում, բացի քննադատելը։ Մտածենք, մարդը արդեն խնդիր ունի, երեխան մտածում է բերի իրանց հետ ապրի, բայց նա իրանց հետ չի ապրի։ Համ նրանց համար է դիսկոմֆորտ, համ ծնողների համար է դիսկոմֆորտ, ինքը ազատությանը սովոր է, բայց ինքը հոգատարության կարիք ունի, ինքը մենակ այլևս չի կարողանում ապրի։ Եվ դրա համար ինչ է ստացվում։ Երեխան բերում է իր հետ պահում է, երկուսին էլ հարմար չի։ Բայց ինչա, ու չի տանելու ծերանոց, հայ մարդուն պատիվ է բերում տանի ծերա։ Իսկ ինչա, այսօր մենք չունենք տանը իրան լավ չզգալու պայմաններից մինչև ծերանոց որևէ միջանկյալ տարածք չունենք, որ ունենանք այնպիսի մի միջավայր, մի բնակավայր, տարեց մարդիկ իրար կողք կողքի ապրեն, մեկը մեկին թևուտիկուն կլինի, մի հատ էլ բուժծառայություն լինի ամեն մեկին օգտակար լինելու, այդ մարդը գնա ինչ որ բանով զբաղվի, բարիք ստեղծի։ Այսօր նայում ենք ինչպիսի թանկ է Երևանում վարձակալությունը, տարբեր տնտեսություններ են ստեղծում, արտադրական հազարումի ձեռնարկություն, տրանսպորտային ծախսը ավելի էժան կնստի, տանի մի բան ստենց արագ բաժանի տեղում, հետո գնա արագ հավաքի բերի, ավելի էժան կլինի, որովհետև գյուղական բնակավայրում աշխատուժին ավելի քիչ են վճարում, քան Երևան օբյեկտիվորեն, ծախսերը օբյեկտիվորեն ավելի քիչ է։ Այսինքն այս կարգի հարցերը լուծելու համար, եթե մարդը իմանա, որ տանում է իր ծնողին, ապրում է իր նման մարդկանց շրջանակում, իր սոցիումի շրջանակում, իր համար անպատվաբեր չի, որ իր ծնողը գնա գյուղական բնակավայրում ապրի։ Իսկ հիմա ասում ավելի լավ է թող ինձ հետ ապրի, թեկուզ խնդիրներ ունենա։ Բա այդ ենք մենք ուզում մեր մեծերի համար։ Արժանապատիվ ծերությունը մենակ նա չի, որ թոշակը բարձրացնես։ Իհարկե պետք է բարձրացնես։ Իհարկե պետք է ինդեքսավորես։ Իհարկե պետք է հազարով մի խնդիր լուծես, որտեղ գնաճի հետ կապված, բայց դա այսօր մի խնդիր է, որը անում ես, բայց գլոբալ առումով դու պետք է ստեղծես այնպիսի կենսակերպ, որ մարդը հասկանա, մտավ քաղաքային աղմուկի մեջ մտավ, իրան զգաց դրա մեջ, հենց հասկացավ եկավ մի հատ տարիք, շատ հանգիստ հետ է քաշվում, այլ ոչ թե մտածում է, բալավ հետ քաշվեմ, ինչ եմ անելու, գնամ գյուղ, ես ինչ անեմ, գյուղին սովոր չեմ, մեկը կգնա քաղաքային կոմֆորտով գյուղում կապրի, մեկը կգնա գյուղում բիզնես կդնի, այսինքն սրանք խնդիրներ են, որ մենք այդ ճկունությունը չենք ստեղծել։ Մարդը տունը ունի Երևանում, այդ տունը գրավա դնում, չի էլ կարող վերջին աշխատանք չունի, արդեն չի աշխատում, թոշակառու է։ Եղբայր այդ տունը դու հանգիստ կարող ես վաճառել, գնալ մի հատ բիզնես դնեիր, գյուղական բնակավայրում ապրել, բայց պետությունը պետք է այդ մթնոլորտը ստեղծի։ Պետությունը չի ոչ ապրանք արտադրողը, ոչ էլ ապրանք վաճառողը։ Պետությունը միջավայր ստեղծողն է, գլոբալ խնդիրը լուծողն է, ռազմավարական խնդիրը լուծողն է, որ մենք կարողանանք այդ մարդկանց հարցը լուծել։